Արպայի Մարիա ջան։ Ավելի քան 30 տարի կյանքը ծաղիկների մեջ անցկացրած Հովհաննեսն օրը թոռնիկի հետ ջերմատանն է սկսում։ Առաջին ծաղիկը Մարիայի նվիրելուց հետո միասին հավաքում ու նրան ջերմատնից պահեստ են ճանապարհում գունեղ փնջերով։ Տանում է տալիս է իր մամային, իր տատիկին, իր պապային, իրանք շարում են արկղերի մեջ, ծաղիկ ուղարկում ենք արտերկիր, դրա դիմաց, դրա գումարներով իր համար լավ բաներ են կառնում։ 90-ականներին ոչ միայն Մղչանում, այլև ամբողջ երկրում առաջիններից էին, որ մեխակի մշակությունից անցան գերբերայի աճեցման։ Առաջին փորձը բաց դաշտում էր, բայց 1-2 տարի լավ արդյունք չունենալուց հետո արտասահմանցի գործընկերների առաջարկով տեղափոխվեցին ջերմատուն։ Ֆիրմայից մեզի ասեցին Հոլանդիայից, որ պիտի բարձրացնեք հողից, դնեք պոլկաների վրա, հետո պոլկաների վրա, հետո պակետներով արեցինք տարիների ընթացքում, կաթիլային ոռոգման սիստեմը հավաքեցինք, որ Հայաստանում շատ քիչ էր, ոնց որ ասած առաջի մարդկանցից մեկը մենք ենք եղել, որ այս ծաղիկը կաթիլայինով ենք ոռոգել։ Դրանից հետո արդեն անցել ենք հիմա գարշոկի սիստեմով, որի մեջ կոկոսի մանրաթելը գետնից բավականին բարձր։ Այսպես ավելի հեշտ է ապահովել պահանջկոտ գերբերայի խոնավությունն ու լուսավորությունը եւ ջերմատանը միշտ ծաղկունք ունենալ։ Բացի այդ, ոռոգման ու սնուցման ժամանակակից տեխնոլոգիաները եւս նպաստում են այսպիսի հավասարաչափ ու որակյալ բերքի ստացմանը։ Իսկ ստվերապատ ապակիները ամառվա սկզբից մինչև սեպտեմբեր մեղմում են արևի ուղիղ ճառագայթները, ինչի արդյունքում ստացվում են ձիգ թերթիկներ ու առողջ գլխիկներ։ Ամեն օր ջուր ենք տալիս ու իրան ասենք կաթիլային սիստեմա, սա ոնց որ ասած մենք ժամով, րոպեով ենք ջրում, որ իրան իմանանք ամեն մի թուփին, ամեն մի քոլին, ամեն մի պալարին քանի գրամ ջուր տանք։ Օրվա հաշվարկով մինչև ցերեկվա ժամը 12-ը 1-ը այդ մի 4-5 անգամ ջրում ենք իրան։ Ինքը շատ ջուր է սիրում։ Սածիլները 45-ից 60 օրական Նիդերլանդներից են պատվիրում։ Մեկ բույսը միջինում մինչև 6 տարի անընդմեջ ծաղիկ է տալիս։ Ճիշտ է, ամռանը շոկի, ձմռանը կարճ օրերի պատճառով ծաղկահավաքը որոշ չափով նվազում է, բայց գարնան ու աշնան այդ ծավալը փոխհատուցվում է, ապահովելով շուկայի մեծ պահանջարկը։ Գույները ստանում են բջջանյութից հոլանդացի գիտնականները, ու դրանից է կախված, թե ջրում որքան կմնան։ Օրինակ սպիտակը 10-ից 12 օր, նարնջագույնը մինչև 15։ Հիմա մեր շուկայում շատ վաճառվողը այս սեզոնի համար սպիտակն է, կարմիր գույնն է, ու ասենք այս մնացած գույները արդեն ըստ ցանկության էլի, հաճախորդի ցանկության, հաճախորդ կա որ գալիս է այս գույն ուզում, հա, այս օրանժի նմանը, իսկ հաճախորդ կա որ չի ուզում։ Գերբերայից բացի Հովհաննեսն այստեղ մի քանի տասնյակ այլ սենյակային բույսեր էլ ունի։ Դեկորատիվ տերևներով այս մեկը կրոտոնն է։ Սիրում է լույս, ջերմություն ու խոնավ միջավայր, բավական կմահաճ է հատկապես ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների նկատմամբ։ Ջերմատանը պահում ենք 15-ից 16 աստիճան ձմռանը, ինքը շատ լավ ազգում այս բույսը իրան։ Սա չէ, սա կոչվում է ֆիկուս։ Ու այս ֆիկուսի կա տարբեր երանգներով 4-5 լկավա 5-ից էլ շատ լինի, տարբեր երանգները։ Բույսի վրա մինչև 4-5 երանգ։ Չէ, ասենք ուրիշ գույներ, ուրիշ բույսեր են, նույն ֆիկուսի դասին են պատկանում, ասենք այս տերևները հիմա սրանք այս երանգով է, կա լրիվ sense կանանչոտ, ասենք այս Ամեն դեպքում 4-5 երանգ հիմա այս։ Հա, կա, ասենք մենակ ինքը լրիվ կանանչա, կա սևա, որ ասենք սև գույնն է, կա բաց, մենակ այս գույնն է, սպիտակոտ։ Իսկ ջերմատան այս հատվածում առաջին հայացքից կալային նմանվող, բայց իրականում բոլորովին այլ սենյակային բույս է անթորիումը։ Սպիտակ, կարմիր, մուգ շագանակագույն ջերմասեր այս ծաղիկը մշտադալար է։ Հայկական շուկայում պահանջված, քանի որ երկար մնում է ծաղկած ու պահում վառ գույները։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։